Բարի երեկո։ Բիզնեսում եւ ընդհանրապես առօրյա կյանքում երկու հիմնական սխալ գոյություն ունի։ Առաջինը գործել չմտածված եւ երկրորդը ընդհանրապես ոչինչ չձեռնարկել։ Երկրագնդի բնակչության մոտ 20%-ին կարծում եմ հաջողվել է զերծ մնալ այդ սխալներից, քանի որ որոշ տվյալներով ընդհանուր դրամական միջոցների մոտ 80%-ը հենց նրանց ձեռքում է գտնվում։ Հավատացեք, այդ մարդկանց գերակշիռ մասը փոքր բիզնեսից է սկսել։ Ընդհանրապես փոքր եւ միջին բիզնեսը մի շարք երկրների համար այն տնտեսական գործիքն է, որը հնարավորություն է տալիս ապահովել պետական բյուջեի մուտքերի զգալի մասը, լուծել գործազրկության խնդիրը եւ տարածքային առումով երկիրը հավասարաչափ եւ դինամիկ զարգացման ուղով տանել։ Համոզված եմ, հիմա ձեզանից շատերը կասեն, որ Հայաստանում շատ դժվար է բիզնես ձեռնարկել, բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ կան իհարկե, եւ ես իմ հաղորդումների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ դրանք։ Դժվար է, համաձայն եմ, բայց ոչ անհնար։ Այդ իսկ պատճառով մեր ստեղծագործական խումբը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ սկսում է հաղորդումների շարք ուղղված փոքր եւ միջին բիզնեսի աջակցությանը, որի ընթացքում ներկայացվող հաջողված բիզնես պատմությունները հուսով եմ ձեզանից շատերին կոգևորեն եւ կմղեն գործողության, իսկ խորհուրդները կօգնեն զերծ մնալ չմտածված քայլերից։ Այսօր մեր հաղորդման հիմքում բիզնես գաղափարներն են, այն ինչից սկսվում է բիզնեսը։ Բայց մինչ այդ մի քանի համեմատական ցուցանիշ Հայաստանից եւ ԱՄՆ-ից տնտեսության մեջ փոքր եւ միջին բիզնեսի ազդեցության մասին։ Համաշխարհային տնտեսության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում է առաջատարներից մեկը փոքր բիզնեսի զարգացման առումով։ Ամեն տարի շուրջ 1 միլիոն ընկերություն է գրանցվում եւ այսօր արդեն դրանց թիվը 20 միլիոնի է հասնում։ Յուրաքանչյուր երրորդ ամերիկյան ընտանիք զբաղված է փոքր բիզնեսում։ Որոշ տվյալներով փոքր ձեռնարկությունների մոտ 20%-ը սկսում է $1000-$5000 նախնական կապիտալով եւ դրանց գրեթե կեսը 2-ից 3 տարվա ընթացքում հասնում է $1 միլիոն եկամտի սահմանագծին։ ԱՄՆ-ում փոքր ձեռնարկությունները ապահովում են աշխատատեղերի մոտ 51%-ը։ Նրանց մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է 52%, գործող ձեռնարկությունների ընդհանուր թվի մեջ 97.6%, ինովացիոն ակտիվ ձեռնարկությունների մեջ 60%, իսկ արտահանման ուղղված ընկերությունների մեջ 30%։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված 160,000 փոքր եւ միջին ձեռնարկություններից գործում է մոտ 80,000-ը։ Առաջին 4,000 ընկերությունները ապահովում են պետբյուջեի մուտքերի 80%-ից ավելին, որտեղ 60%-ը խոշոր բիզնեսի բաժինն է, որոնց թիվը 500-ի չի հասնում։ Մնացած 76,000 ձեռնարկությունների կշիռը 20%-ից էլ պակաս է կազմում։ Փոքր եւ միջին ձեռնարկությունները ապահովում են արտահանման 10%-ը միայն, իսկ ներմուծման մեջ ընդհանրապես կշիռ չունեն։ Գիտեք, դա ինձ դա ասում է, որ նշանակում է, որ նոր քաղաքներ շատ չեն զարգանում Հայաստանի մեջ, որտեղ ընդհանրապես նոր քաղաքները, նոր նիշաներ ստեղծել եւ այլն լինում են փոքր եւ միջին բիզնեսները, որտեղ մեծ բիզնեսները իրենց արդեն հաստատված տեղերը ունեն, հատկապես փոքր շուկաներում, չի նշանակում, որ ասենք տնտեսական պոտենցիալ չկա փոքր եւ միջին բիզնեսներում։ Ուղղակի մարդիկ պետք է մտածեն ոչ թե անել այն ինչ որ արդեն արվել է, այլ մտածեն նոր բաներու մասին, որովհետեւ այդ ամբողջ ասենք օրինակ նորից եթե Ամերիկայի օրինակը վերցնենք, ամբողջ իրենց զարգացումը եղել է, ասենք, կան որ մեծ բիզնեսներ, որ որոշակի ասենք ներդրումներ անել ենթադրենք բանը երկաթուղիները, որ ստեղծվեցին 19-րդ դարում կամ այդպեսի բաներ, բայց նաեւ բազմաթիվ օրինակներ կան, որ ինչ որ մեկը կամ ինչ որ մի քանի հոգի միացել են, ինչ որ նոր քաղաքար զարգացրել են եւ տարել են առաջ։ Եվ այդ process-ը անընդհատ կրկնվում է զարգացած տնտեսություններում, եւ կազմում նույն բանը կարող է Հայաստանում կատարվի։ Համեմատելի չեն իհարկե Հայաստանում եւ ԱՄՆ-ում գործող աջակցության մեխանիզմները, ծրագրերը, միայն ամերիկյան փոքր բիզնեսի աջակցության գործակալությունը, որը 60 տարվա պատմություն ունի, ավելի քան 20 միլիոն ձեռնարկությունների աջակցություն է ցուցաբերել։ SBA-ի աջակցության ծրագրերի ընթացիկ փաթեթը շուրջ $49 միլիարդ է կազմում։ Ոչ այդ մասշտաբի, բայց Հայաստանում նույնպես կան փոքր եւ միջին բիզնեսի աջակցությանն ուղղված պետական եւ միջազգային ծրագրեր, սակայն մինչեւ դրանց հասնելը հստակ պետք է որոշում կայացնել. ես զբաղվում եմ բիզնեսով, իսկ դրա համար առաջին հերթին պետք է հաղթահարել անհայտության վախը, որը զրկում է մարդուն մտածելու եւ գործելու ունակությունից։ Անհայտությունը պետք չէ միայն բացասական կողմով ընկալել, այն իր մեջ լավ երևույթի, լավ գործի սկիզբ է ենթադրում նաև։ Բիզնեսի ճանապարհն այն է, ինչը մեզ ներշնչում եւ ձևավորում է, օգնում է հասկանալ, որ հաջողությունը հեշտությամբ չի գալիս, նրան պետք է արժանի լինել։
Իսկ այդ ճանապարհի սկզբում գաղափարն է, որը կարելի է պարզապես շուկայից վերցնել եւ նույնությամբ վերարտադրել, բայց կարելի է եւ շատ ավելի ճիշտ է այդ գաղափարի մեջ նորարարություն մտցնել, զարգացնել։ Նույն բանը առաջարկելով եւ փորձել հաջախորդ ներգրավել իմ կարծիքով բավական դժվար է։ Այլ բան, եթե դու զարգացնում ես այդ գաղափարը, այսինքն զարգացնում ես տարբեր տեսակով, կամ կարող ես տարբերվել, ամենաբարձ ձևը տարբերվելու դա գնային քաղաքականությունն է, այսինքն փորձել ավելի մրցակցական լինել գնի առումով, որ ներգրավել հաջախորդն է, որ ասենք այսինչ մի բանը 10% ավելի էժանով եմ տալիս եւ այլն եւ այլն։ Բայց դա էլ կարող է կարճաժամկետ հատվածում ինքը ասենք լավ քաղաքավարություն, ասենք ռազմավարություն լինի, բայց վերջ-վերջո դա դառնում է քինային պատերազմ եւ դրա վերջը ասենք ոչ մեկի համար լավ չի։ Երկրորդ տարբերակը, այսինքն այլ փորձեր ուրիշ ձևի տարբերվել, որակի վրա ենթադրենք կամ հաջախորդի սպասարկման տարբեր տեսակներով։ Երրորդ խմբում նորարարական գաղափարներն են կամ բիզնեսի լեզվով ասած սպիտակ միջավայրը։ Դրանք շուկայի այն հատվածներն են, որտեղ դեռ ոչ ոք ոտք չի դրել։ Հենց այդպիսի գաղափարներն են փոխում աշխարհը եւ տանում զարգացման։ Այդ առումով այսօր ամենապարարտ հողը բարձր տեխնոլոգիաների ոլորտում է։ Մենք այստեղ որ նոր էինք բացվել, մենք ամբողջ օրը գաղափար էինք գեներացնում ու փորձում էինք ինչ-որ մի բան հորինել, որ դեռ ոչ ոք երբևիցե դա չի արել եւ ինքը շատ ինչ-որ նորարար բան լիներ, փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ գաղափարներ ներդնելը շատ ավելի դժվար է, քան թե ինչ-որ մի բան, որ քո սպառողը արդեն գիտի դու ինչի մասին ես խոսում։ Այսինքն հորինել լրիվ նոր բան նշանակում է եւ որ դու համել պետքա ինքդ ստեղծես այն սեգմենտը, ով որ սպառելու է քո հորինածը։ Ինքը ավելի ռիսկային է մի կողմից, բայց մյուս կողմից չէ որ մրցակիցներ ընդհանրապես չկան, դրա եթե ով որ ռիսկին դիմանա եւ ճիշտ ուղղությամբ գնա եւ իր ասենք հետ բերելիքները շատ ավելի բարձր կներ, քան թե մոտնել այն շուկա, որ արդեն ոնց որ թե արդեն ձևավորված շուկա լինի։ Շատ կարեւոր է, եթե այդ բոլորից ավելի կարեւոր է, որ դու հասկանաս, թե ինչ խնդրեմ ես ուզում լուծես ու ինչ քո աշխատանքի արդյունքով, քո բիզնեսի արդյունքով ոնց ես դու փոխելու մարդկանց կյանքը։ Ինչով ես դա լավացնելու։ Դու ստեղծելու ես մի հատ ծրագրային փաթեթ, որ մարդիկ օգտագործելով կանեն ինչ-որ բան ավելի արագ, ավելի հարմար, ավելի հաճելի, ավելի էժան, ավելի հավեսով, չգիտեմ։ Շատ կարևոր է որ գիտակցես այդ մասը, թե դու ինչն ես փոխելու մարդկանց կյանքի մեջ։ Հենց այս գաղափարի վրա է կառուցված մեր այսօրվա առաջին հաջողված պատմությունը։ Միշտ պետք է հիշել, որ եթե բիզնես գաղափարի հիմքում չես դնում հանրության շահը, չես դնում հանրությանը օգտակար լինելու պարտադիր պայմանը, նույն այդ հանրությունը չի սնելու քո բիզնեսը եւ այն դեռ նոր ծնված մահանալու է։ Շատ կարևոր է ոչ միայն կարողանալ որևէ մեկին համոզել ձեր ճշմարտացիության մեջ, այլև անվերապահորեն հավատալ այն ամենին, ինչ դուք անում եք։ Բազմաթիվ նոր ծրագրեր հաջողվում են առաջին հերթին այն պատճառով, որ մարդիկ ապրում են իրենց գաղափարներով։ Այդպիսի հաջողված ծրագրերից մեկը ընդամենը 7 տարվա պատմություն ունի, եւ այդ պատմության ընթացքում ընկերությունն իրականություն է դարձրել իր հաճախորդների ցանկացած գաղափար, որն անհատական ծրագրային լուծում է պահանջում։ Եթե նյութական ինչ-որ բաներից խոսանք, ոչ մի բան չունեինք, հա, մենք աշխատում էինք, դրամ էինք վաստակում որպես աշխատող, մենք այդպես որոշեցինք պարտքով կարելի ասած, խնդրեցինք մեր առաջի կլիենտին մեզ գումար տա, որ մենք գնենք մեր առաջի համակարգիչը, որովհետև հին էր մեր եղածը ու ծրագրավորումը տանը ունեինք մենք, իհարկե, բայց ինքը տնային կարիքները բավարարելու համար միգուցե հարմար էր, բայց արտադրական process-ի համար մի քիչ լավ չէ, դրա համար խնդրեցինք խավճարի նման տենց ինչ-որ բան խնդրեցինք, երբ որ մենք հանդիպեցինք, նա հարցրեց մեզ, բայց դուք որ ֆիրման եք, մենք դեռ անվանում չունեինք, ուտեղ ես ուղղակի ասացի, որ New Wave Software Development Center ինչ-որ մի հատ անուն ասացի, ասացի իմ գործընկերս նայում էր ինձ, որովհետև լրիվ ոնց որ իմպրովիզացիա էր, էլի, ոնց զարմացած արդեն բան էր անում։ Երևի ինչ-որ սիմպաթիա, երևի սկզբնական բաներ, հետո երբ որ մենք դուրս եկանք, գործընկերս ասում է, ասում է, հիշելու ես, գոնե ինչ անուն ասացի, որ հետո գնանք գրանցենք այդ անունով կազմակերպություն ունենանք, ես ասում եի, դու հիշեցիր ես ինչ ասեցի, ասում եմ, ինչ ես մտածում, որ ինքը հիշած է, եթե դու չես կարողացել հիշել, ինքը առավել եւս հիշած չի լինելու, տենց երևի սկզբնական ինչ-որ վստահություն է շնչեցինք ու գնացինք գրանցեցինք այդ կազմակերպությունը ի վերջո, գնացինք պայմանագիրը կապեցինք։ Այսօր մենք
Ունենք 60 հոգանոց թիմ, միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք են կարողանում տալ ու փորձում ենք նաև բարելավել, բնականաբար բարձրացնել որակը։ Ունենք միջազգային հաճախորդներ, մոտ միառժամանակ մոտ 10-12 հաճախորդ ունենք, ում հետ միառժամանակ աշխատում ենք, տարբեր բիզնես ոլորտներից։ Մտնում ենք արդեն խոշոր 1000 հարկատուների ցանկի մեջ Հայաստանի Հանրապետության։ Փորձենք ստեղծենք վայր, որտեղ մարդիկ իրենց ժամանակ անցնեն կասնում ոչ միայն արտադրելով կամ ստեղծելով, այլ նաև վայր, որտեղ մարդիկ կարող են դա անել ավելի հաճույք ստանալով, ավելի հավեսով, ավելի հետաքրքրությամբ։ Հենց այսպիսի մտածելակերպն է, այսպիսի հարգանքն ու նվիրվածությունն է աշխատողի հանդեպ, որ բերում է բիզնեսի մրցունակության եւ շահութաբերության բարձրացմանը, իսկ միկրոմակարդակի այդպիսի հաջողությունները բերում են արդեն մակրոմակարդակի, այսինքն ընդհանուր տնտեսության մրցունակության բարձրացմանը։ Այդ դաշտում կարևոր է յուրաքանչյուր մանրուք, սկսած աշխատանքային աթոռից, սեղանից, աշխատողի հանգստի եւ ժամանցի պայմաններից մինչեւ նրա անձնական խնդիրները։ Միջավայրը շատ կարևոր է ու դրա վրա շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, հա, դրա մեջ մի հարց չի, դա կոմպլեքս հարց է, դա սկսած այն համակարգիչների, որի վրա մենք աշխատում ենք, աթոռը, որի վրա մենք նստած ենք, միջավայրը, կահույքը, օրվա ընթացքը, կազմակերպվածությունը, մենեջմենտը, հանգիստը, բոլոր այն արտադրական process-ները, որը վերաբերում է, որը կարող ազդի մարդու արտադրողականության վրա։ Շատ կարևոր է, որ մշտական աշխատողներ ունենա ձեռնարկությունը, այն աշխատողները, ովքեր որ արդեն աշխատանքի ընթացքում դարձել են պրոֆեսիոնալներ, որովհետև ամեն անգամ նոր աշխատող բերելով նրան նոր սովորեցնելով տվյալ մասնագիտություն անընդհատ խնդիրներ են առաջանում։ Այ օրինակ ես ասեմ, մեր ձեռնարկությունում աշխատողների 95%-ը հիմնադրման օրից մինչև այսօր աշխատում են այս գործերանում։ Եթե ես աշխատողին չգնահատեմ, չպահեմ այս աշխատողը, մենք այս վարքյանին ենք այստեղ, այս վարքյանից հետո այստեղ չենք, աշխատողը այս արտադրության մեջ ինչ ասես հնարավոր է որ անի։ Ինչ բադ բան ասես կարող է անել։ Այսինքն այնպիսի բաներ, որոնք որ այս արտադրությանը հարիր չեն։ Բայց աշխատողը քանի որ այս աղբյուրից ջուր է խմում, ինքը միշտ մտածում է, որ չպետք է պղտորի այն աղբյուրը, որից որ ինքը մշտական ջուր է խմում։ Այդ աղբյուրն միշտ պետք է մաքուր ջուր մատակարարի իր աշխատողներին, իր խմողներին։ Ողջ ներկայացվածը մեկ արտահայտությամբ կարելի է այսպես ձևակերպել՝ անսահման սեր։ Սեր սեփական գործի, աշխատակիցների եւ ընդհանրապես մարդու հանդեպ։ Հենց այդ սերն է, որ գաղափար է ծնում եւ մղում գործողության։ Սխալներից, խոչընդոտներից երբեք մի վախեցեք։ Այդ դեպքում միայն սխալները կդառնան փորձ, իսկ խոչընդոտները ուժ եւ հնարավորություն։ Որ իմանանք մենք ինչքան ենք սխալվում մեր ամենօրյա կյանքում, սխալվում, անալիզ անում, նորից խոսում, նորից մտածում, ժամ ենք դրել, ես իմ գործընկերոջս հետ ժամ ունենք, երբ որ իմ կալենդարից մեջ դրած է մտածել։ Հա, ես ունեմ ժամ, երբ որ ես նստում ու մտածում, միգուցե դա մի քիչ աբսուրդ է, բայց անալիզ ենք անում այն սխալները, որ մենք անենք, ինչի դա տեղի ունեցավ, որ քայլի հետևանք, որտեղ մենք սխալվեցինք, հա։ Դրանից պետք է չվախենալ, բայց գիտակցել են սահմանները, որը ռեալիստիկորեն դուք կարող գնաք, հա, որ չգլորվեք անդունդը։ Այսինքն պետք է գիտելիք, պետք է անպայման շատ լավ տեխնոլոգիական գիտելիք, պետք է բիզնես գիտելիք եւ համառություն իհարկե, որովհետեւ ոչ մի ստարտափ արագ չի ստեղծվում եւ հաջողության չի հասնում։ Երբեք չի լինում, որ դու սենց հարթ գնաս, այսինքն 9-ից 6 աշխատող մարդ չես դու 24 ժամ, շաբաթական 7 օր աշխատող մարդ ես եւ դա երևի ինչ որ միտեղ ինչ մտածելակերպել է, այսինքն որպեսզի դու 0-ից ստեղծես ընկերություն, որը կարող է գլոբալ, հա, շուկայում լինի մրցունակ, դա առաջին այդ մտածելակերպն է, այդ համառությունն է եւ ինքնավստահությունը, ինչու ոչ, որովհետեւ մարդկանց 90%-ը շատ շուտ հիասթափվում են, այն շատ փոքր տոկոսն է, որը դեռ հավատում է իր ուժերին եւ նորից է փորձում։ Հենց այսպիսի գաղափարների վրա է կառուցված Microsoft Ինովացիոն կենտրոնի գործունեությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գաղափարների գեներացման առումով եւ ոչ միայն բացառիկ նշանակություն ունի ողջ տարածաշրջանում։ Մեր հիմնական նպատակը ստարտափների ստեղծումը եւ խթանումն է։ Ուրեմն երևի առաջին աքսելերատորն ենք մենք երկրում, որը տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին, հա, դա կոչվում է early stage acceleration, այսինքն ամենավաղ, հա, շրջանում ոնց որ աջակցության տրամադրում ընկերություններին,
գաղափարից հետո, այսինքն սկսած գաղափարի գեներացումից մինչև շուկա մուտքը փորձում ենք ուղղորդել մենք ընկերություններին։ Գործունեության 2 տարվա ընթացքում Microsoft ինովացիոն կենտրոնը շուրջ 2500 շահառու է ունեցել։ Կազմակերպել է ավելի քան 100 երկարաժամկետ դասընթաց, ընդգրկելով ուսանողների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների։ Կենտրոնը կազմակերպել կամ աջակցել է գաղափարների գեներացման 8 մրցույթների, որոնց մասնակցել են ավելի քան 300 ծրագրավորողներ։ Ստարտափների 3%-ն է հաջողվում, այսինքն ընդհանուր, եթե ստատիստիկան նայեք համաշխարհային, եւ փորձը ցույց է տալիս, երբ որ իրանց ճիշտ միջավայր ես դնում եւ իրանց որոշակի, սկսած շուկայական գիտելիքից վերջացրած մեր ոլորտում տեխնոլոգիական գիտելիքներով եւ ճիշտ կապերով եւ ֆինանսավորման հնարավորություններով, այսինքն երբ որ այդ ամբողջ փաթեթը դու բերում ես ինչ որ մեկ բայր, քո ստարտափների հաջողության ուրեմն տոկոսը բավականին աճում է։ Հիմնադրումից մինչ օրս Microsoft ինովացիոն կենտրոնն աշխատել է ավելի քան 100 թիմերի եւ նորաստեղծ ընկերությունների հետ։ Բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել նորարարական նախագծերի վրա աշխատող 20 թիմերի, որոնցից 5-ը գրանցվել են որպես ստարտափ ընկերություն եւ հաջողությամբ աշխատում են։ Օրինակ մեկը գյուղատնտեսական շուկան է, e-agro ծրագիրն է, որը հենց առաջ օրվանից սկսել ենք անել, բայց ինքը մեր ամենաբարձ ծրագիրն է, որովհետև բազմաթիվ շահառուներ են այնտեղ ներգրաված եւ միաժամանակ աշխատում ենք տենց ամենահամեմատաբար տեխնոլոգիաների տեսակետից բարդ սեգմենտի հետ, գյուղացիների հետ, այսինքն ֆերմերին մտափոխել, որպեսզի ինքը սկսի տեխնոլոգիա օգտագործել իր ապրանքը վաճառելու համար, այդքան հեշտ գործ չի։ Մեր ստարտափը զբաղվում է մոբայլ խաղերի ստեղծմամբ։ Իրականում սկզբից եղել է հոբի մեր համար խաղեր ստեղծելը, հետո մասնակցել ենք տարբեր մրցույթների, Eurapsin հեկատոնին եւ այնտեղ հաղթելուց հետո հասկացել ենք, որ մեր հոբին կարող է նաեւ բիզնես լինել, որ մեր մոտ լավ է ստացվում եւ որոշել ենք հիմնել ստարտափ եւ սկսել ենք զբաղվել մոբայլ խաղեր գրելով, որտեւ տեսնենք, որ այդ շուկան շատ մեծ է եւ ագին այդտեղ կա, որ կարելի է լրացնել։ Forecar.am կայքը իրանց ներկայացման վարորդների համար նախատեսված վեբ պորտալ, բայց հետագայում գաղափարը ավելի մեծացվեց, ավելի նոր ֆունկցիոնալ մասեր ավելացրեցինք մեր կայքում։ Հիմա կայքը աշխատում է որպես գայի խախտումների առցանց եւ SMS-ի միջոցով ծանուցման ծրագիր, հիմնական ֆունկցիան դրանում է կայանում, ինչպես նաեւ վերնշված SMS-ի ֆունկցիան կա, ունենք նաև ավտոշուկա, քարտեզ, այսինքն ցանկանում ենք, որ վարորդին անհրաժեշտ ցանկացած ինֆորմացիա կարողանա գտնել մեր կայքում։ Մի հատ բան եմ հիշում իմ կյանքից, որ MBA սովորում էի ես, մի հատ հայտնի ընկերության գործադի տնօրեն եկավ մեզ ներկայացնելու, ասենք իր փորձը։ Եվ մեկ իրեն հարցեց, ասեց, «Ձեր հաջողությունը կազմում եք որտեղից եկել կամ ինչ պատրաստություն ունեիք, որ կարողացաք այս հիմնարկը բավական մեծ հիմնարկ է, եթե չեմ սխալվում 500 միլիոնից կամ 1 միլիարդ դոլարի ինքը շրջանառություն ունել»։ Ասեց, գիտեք, երկու բան, նախ եւ առաջ ես ինձ սովորացրել են շատ լավ ներկայացնել խաղապարները, այսինքն ես եթե գնում եի կամ հաջախորդի մոտ կամ ֆինանսավորման աղբյուրի կամ երբ որ ներկայացնում էի իմ խաղապարը կամ իմ արտադրանքը մամուլին, ես միշտ շատ, ասենք, ինքնավստահ եւ շատ ճիշտևի ներկայացնում էի, բայց ասեց ավելի կարեւորը առաջին օրը որ մենք այս բիզնեսը սկսեցինք, երբ որ 5 հոգի էինք մի հատ դատարկ տարածքում, ես արդեն մտքիս մեջ դրել էի, որ սա մի օր պիտի լինի շատ մեծ հիմնարկ։ Ինչպես ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամին է ասել, կարևորը նպատակն է եւ դրան հասնելու ձգտումը, իսկ փորձերի եւ սխալների շղթան ինքը ցանկալի արդյունքի կբերի։ Իհարկե սխալները շատ ավելի քիչ կլինեն, եթե մասնագիտական եւ շուկայական գիտելիքների զինանոցը հարուստ լինի, բայց ինչպես փաստում է մեր հաջորդ հաջողված պատմությունը, որը գինեգործության ոլորտից է, այդ պակասը կարելի է լրացնել ազնվությամբ, համառությամբ եւ տքնաջան աշխատանքով։ Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Աղասի Բաղդասարյանի եւ իր ընտանիքի նախաձեռնությամբ, իսկ գաղափարի հիմքում Արենի խաղողի նոր ձևավորվող հեղինակությունն էր եւ արտաքին շուկայում առկա գինու հարուստ մշակույթը, ինչը Հայաստանում նոր էր ձևավորվում։ Երբ մենք մտածեցինք արդեն, որ գինու արտադրությունն են դնում, բնականաբար ուսումնասիրեցինք մեր ուժեղ եւ թույլ կողմերը,
ուժեղ կողմերը որոնք են, թույլ կողմերը որոնք են, ու ուժեղ կողմերի մեջ հիմնականում մտնում էր նա, որ ես կարող էի եւ ունեի մի քանի մասնագիտություն եւ մասնագիտության մեջ հմտացած էի շատ, երկար տարիներ աշխատել եմ սննդի արտադրության բնագավառում, վերամշակման բնագավառում, իմ տղան տնտեսագետ էր, աղջիկս տնտեսագետ էր, կինս երկար տարիներ ղեկավարել է լաբորատորիա, այսինքն դուրս եկա, որ մենք մեր ընտանիքի անդամներով կարող ենք ամբողջապես գործունեություն ծավալել առանց պատուհանից դուրս նայելու։ Երբ 99 թվականին ձեռնարկեցինք մեր գործունեությունը գինիների արտադրության, այս ժամանակ մենք ոչինչ չունեինք, ոչ փող ունեինք, ոչ մի բան չունեինք, ունեինք տարածք սովետական ժամանակաշրջանում գնված, այն ժամանակ այս տարածքը ես գնել եմ, սեփականաշնորհված չի եղել, սա եղել է ծխախոտի պահեստ։ Ու կամաց վերանորոգեցի, փորձեցի վարկեր ձեռք բերել, շատ դժվարությամբ $5000 վարկ սկսեցինք ստանալ, դիմեցինք տարբեր կազմակերպությունների, դիմեցինք նաև ամերիկյան գյուղդեպարտամենտին, USDA-ին, որ մեզ օգնեն վարկերով, ապրանքային վարկերով, ու բնականաբար իրենք օգնեցին մեզ, վարկեր տրամադրեցին, մեզ օգնեցին ցուցահանդեսների մասնակցել, օգնեցին մեզ լաբորատորիա կահավորել։ Գործունեության առաջին տարում ընկերությունն ուներ ընդամենը մի քանի չժանգոտվող տակառ եւ 2 տոննա մթերված խաղող։ Հաջորդ տարի արդեն 20 տոննա, այնուհետև 70, 100, 200 տոննա։ Վերջին տարիներին ընկերությունը մթերում է արդեն 250 տոննա խաղող, ինչը փոքր ձեռնարկության համար լուրջ ցուցանիշ է։ Ընկերությունն իր արտադրանքի 75%-ն արտահանում է, որից 85%-ը Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած 15%-ը Եվրոպա եւ ԱՄՆ։ Առանց միջազգային որակի սերտիֆիկատների ISO 9001 եւ ISO 22000, որոնք որակի եւ անվտանգության երաշխիք են, արտաքին շուկա դուրս գալ հնարավոր չէր լինի։ Արտաքին շուկա դուրս գալու համար ինձ շատ օգնեց USDA-ն, երբ առաջին 2001 թվականին իրենց միջոցներով ներգրավեցին ինձ իրենց խմբի մեջ եւ մենք Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում կարողացանք գինի ցուցադրել, գինի ներկայացնել եւ այդ ժամանակ իր ակությունից մենք կարողացանք գինի վաճառել։ Մեր հաջողություններից մեկը նաեւ որ մենք այսօր արտադրում ենք բնական գինիներ, որ մենք այսօր խմորումը կատարվում է բնական ճանապարհով, մենք խաղողի մեջ ինչ նյութեր որ կան, ինչպիսի շաքարայնություն կա, որից ինչ սպիրտայնությամբ կամ ինչ շաքարայնությամբ գինի ենք ստանում, այդ բոլորը բնական են, պահպանված են գինիների մեջ։ Մենք կողքից ընդհանրապես չենք միջամտում։ Ամերիկյան շուկայից մեր գնորդը գինի է վերցնում եւ ներկայացնում է Չիկագոյի համալսարան միջազգային համտես մրցույթի 4 անվանում գինի է ներկայացնում, 4-ից ստանում ենք մեդալներ, որից 2-ը բրոնզ, 1-ը արծաթ, իսկ սպիտակ նարինե գինին ստանում ենք ոսկի։ 91 բալով, այսինքն աշխարհում դա քիչ հանդիպող երևույթ է, որ հնարավոր է, որ գինին 91 բալ, 100 բալից 91 ստանա։ Մենք առաջի տարիներին 99, 2000, 2001 թվականին մենք ոչ մի վարձու աշխատող չենք ունեցել։ Աշխատել ենք մենք ընտանիքի անդամներով։ Ամբողջ մեր գործունեությունը խաղողի ընդունումից սկսած, դաշտից բոլոր գործերը մենք ենք արել։ Երբ կամաց մեզ մոտ արդեն հնարավորություններ է առաջացել, մենք սկսել ենք նաև ունենալ վարձու աշխատողներ։ Եվս մի ապացույց, որ հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհն աշխատանքն է։ Մի իմաստունի հարցնում են, դեռ երկար ենք սպասելու հաջողությանը։ Եթե պիտի սպասեք, ապա շատ երկար, պատասխանում է իմաստունը։ Մի սպասեք հաջողությանը։ Գնացեք նրան ընդառաջ, գնացեք առանց վախի, բայց կշռադատված ռիսկով։ Ազնիվ եղեք։ Ազնիվ լինելը ձեռնտու է։ Սկզբում դուք աշխատում եք համբավ ձեռք բերելու համար, իսկ հետո համբավն է աշխատում ձեր օգտին։ Եվ ամենակարևորը, ականջալուր եղեք նրանց խոսքին, ովքեր փորձ եւ գիտելիք ունեն։ Մի հատ կարևոր նաեւ խորհուրդ։ Այսօր մենք ունենք շատ համակարգիչներ, մենք տեխնոլոգիաների դարում ենք, մենք ելնելով տեխնոլոգիապես կամպանիա, իմ հիմնական գործիքներից մեկը դա կալկուլատորն է, հա։ Հաշվիչ, սեղանի սովորական հաշվիչ։ Կամ միշտ այդ հաշվիչը ունենալ ձեռի տակ։ Շատ կարևոր է դա։ Ես միշտ ասում եմ, որ 1 շիշ գինի ես վաճառում, այդ 1 շիշ գինին ենթադրենք վաճառում ես 1000 դրամ, պայմանական գին եմ ասում, 1000 դրամ վաճառելուց հետո 100 դրամն է ձեռնարկությանը, 900 դրամը ձեռնարկությանը չի։ Դա այն կազմակերպություններին են, ովքեր որ մեկը շիշն է տվել, մեկը խաղողը եւ այլն։ Այսինքն մենք 100 դրամից էլ ինչ որ X դրամ պետք է ծախսենք։ Մնացածը պետք է ներդնենք, վերադարձնենք տանք արտադրությանը։ Երբ վաճառում ես 1000 դրամանոց գինի
Եվ դրանից վերցնում ես 900 դրամը, թողնում ես 100 դրամը, այդ բիզնեսը չի կարող կայանալ։ Ամենահաջող բիզնեսները այն շահույթը, որ իրենք ապահովում են, երբ որ արդեն սկսան շահութապեր լինել, այդ շահույթը իրենք նորից ներդրում են բիզնեսի մեջ զարգացման համար։ Այսինքն այդպեսի չի, որ հենց որ ասենք փոքր ինչ որ հաջողության հասնենք, պետք է գնամ ավելի մեծ տուն առնեմ կամ ասենք, չգիտեմ, երեքուս ավտոմեքենա առնեմ, դա ինչ որ լինի։ Այսինքն այդ զարգացման փուլը շատ կարևոր է, որ կարողանաս ավելի կայուն եւ հաստատուն լինել։ Դուք տեսաք, որ ես կաբինետ չունեմ։ Սա ամենալավ վառ օրինակներից մեկն է, որ այսօր դեռ ես կաբինետ չունեմ, բայց կունենամ կաբինետ, էլ ոչինչ։ Կաբինետը վերջին է, կաբինետը արտադրանք չի տալիս, կաբինետով չի որոշվում մեր արտադրած որակը։ Մենք կարող ենք տեղ գտնել լաբորատորիայում, համտեսի սրահում, կարող ենք նստել զրուցել, բայց կաբինետը ինչ է, սրանք են կարևոր բաներ։ Ես մինչև վերջի տարիները սովետական 86 թվականին 06 ունեի, մինչև հիմա էլ կա այդ 06 հայատումը, դուք կտեսնեք, ես այդ 06-ն էի քշում եւ երբեք չէի հրապուրվում, որ գնանք մեքենա առնենք, տուն առնենք, այս առնենք, այն առնենք։ Առաջինը արտադրությունը պետք է կարողանանք պահել։ Այ խորհուրդ կտամ, որ մարդիկ կարողանան, երբ արդեն ունենան ավել միջոցներ, այդ միջոցները կարող են ներդնել սեփական հաճույքի համար, անձնական հաճույքի համար։ Այդտեղից պետք է սկսել, շատ կարևոր է, երբ մարդը կարող է հաշվել։ Առանց հաշվարկի լավագույն գաղափարները նույնիսկ կարող են տապալվել։ Գաղափարներ, որոնք, ինչպես արդեն ասվեց, կարող եք վերցնել շուկայից եւ նույնությամբ կրկնել, այդ դեպքում շատ դժվար է հաջողության հասնել, քանի որ շուկան արդեն հագեցած է։ Կարող եք վերցնել շուկայից եւ զարգացնել, ինչը էապես մեծացնում է հաջողության հավանականությունը, քանի որ ունենում եք մրցակցային առավելություններ, եւ երրորդը կարող եք բոլորովին նոր գաղափար մտցնել շուկա։ Այդ դեպքում ռիսկերը մեծ են, բայց եկամուտները կարող են անհամեմատ մեծ լինել։ Ինչ գաղափարներ էլ ընտրեք, դրանք իրականացնելու միակ ճանապարհը այդ ուղղությամբ քայլեր կատարելն է։ Պատրաստ եղեք երկու ոտքով ցատկելու ձեր բիզնես գաղափարի մեջ, ձեր էներգիան եւ միտքը 200%-ով ներդրեք գաղափարի մեջ եւ միշտ հիշեք, մարդը, որը հայտնվել է լեռան գագաթին, երկնքից չի իջել։ Թոմաս Էդիսոնն ու նրա նման մարդիկ իրենց երազանքները, գաղափարները կյանքի կոչեցին անցնելով բազում անհաջողությունների միջով։ Եղեք համառ եւ ազնիվ, ձեր հաջողության բիզնես պատմությունը ստեղծեք մեր երկրում։ Հավատով ապրեք։ Կհանդիպենք։